Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին ժամը 20:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից եւ հիշեցնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանն իբրև երկխոսության հարթակ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին եւ նշել, որ Վրաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, նպատակ ունենալով տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Այշե Բերիս Էքինջիի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, նաեւ հնարավոր գործակցության նոր ուղղություններին։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ից 16-ը կայցելի Հայաստան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն պատգամավոր Մարիա Կարապետյանը կստանձնի պատվիրակության ընդունման պաշտոնական գործընթացը։ Նյու Յորքի մոտակայքի Ջերսի Սիթի քաղաքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը, ոստիկանությունը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 6 մարդ։